Մեծարգոնակական արգելի պատգամավորներ։ Տարածաշրջանը կրկին անգամ հեղեղացավ և համամարտկային արժեքները կրող հասարակությունը ցնցվեց խայտառակ իրադարձությունից, որով ևս մեկ անգամ բացահայտվեց ազերի նողկալի տեսակը, որը քնած մարդուն կասնարելով սպանած անձին դարձնում է հերոս և օրինակելի կերպար հասարակության մեջ։ Վստահ եմ անկախ ժամանակից և տեղից մարդասպանը, ում անունը նույնիսկ չհնչեցնի, կստանա իր արժանի պատիժը։ Սակայն անհրաժեշտ է պարզել տեղեկատվական, դիվանագիտական և այլ հատուկ մարմիններում միթե չկար կառույց, որը կկանխատեսեր և կանխեր նման հանցավոր պայմանավորվածությունները։ Այս հարցը պիտի խորհրդարանի և հասարակության ուշադրության կենտրոնում լինի այնքան ժամանակ, մինչև մեղավորները պատժվեն։ Ուզում եմ խոսել տեղեկատվական այն խնդրի մասին, որը առկա է նաև հիմա։ Պաշտոնական Բաքուն այժմ էլ շարունակում է տեղեկատվական մեծամասշտաբ քարոզչություն իրականացնել, որով փորձ է արվում մարդասպանին արդարացնել միջազգային հանրության առջև։ Քարոզչությունը լրատվական կայքերում և սոցցանցերում իրականացվում է մի շարք լեզուներով։ Ցինիզմը հասել է նրան, որ քարոզչությունը իրականացվում է նույնիսկ հայերենով։ Մենք պետք է ակտիվ գործունեություն ծավալենք տեղեկատվական ոլորտում, որպեսզի իրականությունը չխեղաթյուրվի Ադրբեջանի կողմից։ Մի հատկանշական փաստ համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների մարդասպանի արտահանման ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս 1 տարի առաջ։ Անձամբ Ալիևի և հունգարական կառավարության միջև հանցավոր համագործակցության գալու ճանապարհով։ Մեզ համար գաղտնիք չէ ազերի ցեղատեսակը և գիտենք ինչպես պայքարել և ինչպես հաղթել հակառակորդին։ Վերջում մեկ հղում Ալիևի։ Հիմարը մի առավելություն ունի խելացիի նկատմամբ, նա միշտ գոհ է ինքն իրենից։